Նիկոլ Փաշինյանը իր նախընտրական ցուցակը հրապարակելուց հետո նաև հայտնել է, թե ինչի համար իրեն պիտի քվետան եւ նշել է, որ 8-րդ կետով եկեղեցու փաստացի պետին հանգստի կոչելու, հեռացնելու համար։ Դուք օրինակ դրա համար քվե կտաք Նիկոլ Փաշինյանին։ Ընդհանրապես չեմ տա։ Դե հիմա նորից Ընդհանրապես չեմ տա։ Ասում են իրենց համար հոգևոր կյանքը կարևոր է եւ խաթարվել է այս ընթացքում, պիտի վերականգնեն խաթարված կյանքը։ Առաջին անգամ եմ նման բան լսում, նախ, եւ երկրորդ հոգևոր կյանքը չի կարող խաթարվել, չեն կարող, որևէ մեկին չի հաջողվի նաեւ խաթարել եկեղեցու հոգևոր կյանքը։ Առավել ևս մենք բոլորս, եթե ցանկացած մարդ նույնիսկ մի փոքր կարդացած լինի, կիմանա, թե պատմությանը, հայ ժողովրդի պատմությանը տեղյակ լինի, կիմանա, որ ամենա ճակատագրական պահին ազգի համախմբել է ժողովրդին եկեղեցին։ Լավ կլինի, որ եթե չեն էլ կարդացել, թող Մխիթար Սպարապետ ֆիլմը կամ Դավիթ Բեկ ֆիլմը հաճախակի իրենք նայեն, կամ մեծերից լսեն պատմություն, ովքեր որ կարդացել են, ովքեր քաջատեղյակ են հայ ժողովրդի պատմությանը։ Դպրոցներում հայ առաքելական եկեղեցու պատմություն առարկան հանելը, դա համարում եմ ես ամենա անհեթեթ, այսպես քայլը իմ իշխանության, մեր իշխանության կողմից, որովհետև ինչ է նշանակում լինել առաքելական եկեղեցու հետևորդ եւ դու չիմանաս քո պատմությունը, քո եկեղեցու պատմությունը, քո հոգևոր պատմությանը տեղյակ չլինես։ Սա ուղղակի ամոթ է ցանկացած հայի համար, չեմ անկախ իր կրթական ցենզից, կրթական մակարդակից։ Առավել ևս այսօր եթե իշխանություններն են նման կերպ վարվում, եթե կրթության նախարարը կարող է ֆաշիստ անվանել Նժդեհի նման մարդուն, եթե գողավազակ կարող է անվանել համար 1 ղեկավարը իմ երկրի Մաշտոցին, որ մենք սեփական տարեր, հրաժարվենք սեփական տարերից նույնիսկ Այբուբենից, որ չենք ունեցել Այբուբեն, թագավորն է փող տվել, որ թագավորն է տվել, ինչ է արել, մյուս ինքն էլ չգիտի, ամոթ է, պարզապես ամոթ է, էլ չեմ ասում մնացած քայլերը կատարած, երբ Եվրոպայով, աշխարհով 1, երկրագնդով 1, եթե փնովում է առաքելական եկեղեցուն եւ պետ է անվանում, նա պետ չի, համայն հայության կաթողիկոսն է, ամենայն հայոց կաթողիկոսն է, Աստծուն փոխարինող երկրի վրա, սա 1, իսկ ինքը ընդամենը 2 միլիոն չգիտեմ ազգաբնակություն այսօր Հայաստանը ունի, թե չէ, 2 միլիոնի վարչապետ է, կամ 3 միլիոն թող լինի, իսեր Աստծու, ինչպես կարելի է, մարդ իր սեփական հարազատ ընտանիքի գաղտնիքը, եթե նույնիսկ այդպես է, գաղտնիքը թշնամուն ներկայացնի, սա ահավոր է, թող լավ իմանան, որ պատմությունից կարդան, թե ինչպես արտահայտվեց, որ ասեց, եթե մենք կորցնենք Արցախը եւ կորցնենք Սյունիքը, դա նշանակում է հայոց աշխարհի վրա դնել հզոր տապանակար, որի տակից որևէ մեկը կենթանություն կամ հարություն առնել չի կարող։ Եթե ես խորհրդարանական մեծամասնություն չստանամ, սեպտեմբերին աղետալի պատերազմ է լինելու, դուք ինչպես չեք ուզում քվեարկել իր օգտին, պատերազմ եք ուզում վերել։ Ներողություն, չգիտեի, որ նաև սուրբ է ինքը, Աստված է, այդ մասին տեղյակ չէի, եթե ինքը բախտագուշակ է այդպես, սուրճի բաժակ է նայում, կամ չգիտեմ, կարթ է գցում, ինչ է անում, չգիտեմ, էլի թուղթուգիր է անում, որ գիտի, որ իրոք այդպես է, ես չգիտեմ, միայն Աստված կարող է, Աստված ինքն է որոշում, մեկ և երկրորդ, եթե մենք ունենանք
ճիշտ ընտրություն կատարենք հունիսի 7-ին, կունենանք համոզված եմ ունենալու ենք առողջ ղեկավարություն, ունենալու ենք մտոք առողջ խորհրդարան, ունենալու ենք հզոր վարչապետ, որը կարող է իսկապես դիվանագիտական հարցերում լինել հզոր, ճկուն եւ վարել ճիշտ արտաքին քաղաքականություն։ Ո՞ւմ եք տեսնում այս պահին դաշտում եղած մարդկանցից պաշտոնի։ Բացի Նիկոլից բոլորին։ Բոլոր ընդդիմադիր, չէ, ընդդիմադիրների մեջ 3 ուժեր ես տեսնում եմ, հզոր ուժեր։ Տեսնում եմ Սամվել Կարապետյան, տեսնում եմ Ռոբերտ Քոչարյան, տեսնում եմ Գագիկ Ծառուկյան։ Այդ 3 ուժերն էլ կարող են երկիրը դուրս բերել այս վիճակից, որովհետև այսօր տնտեսության մասին խոսք լինել չի կարող, չունենք, համոզված եմ, որ նրանք նույնիսկ նստածները տնտեսություն բառը չեն պատկերացնում, այդ բուրգը, այդ եռանկյունին, թե ինչպես է ձևավորվում տնտեսությունը, առավել ևս համաշխարհային տնտեսությունը, խոսում են տնտեսական աճի մասին, չհասկանալով, թե ինչ է իրենից ներկայացնում այդ տնտեսական աճը, թվեր են ասում, հենց այնպես թվեր էլի պատահական, ցեխ է, կոպիտ ասած ներողություն եմ խնդրում արտահայտել, ասում է խփեմ պատին, չկպավ, դե հիմա եթե իրենք չեն հասկանում դա, ախր մեր նման մարդիկ էլ մենք պատկերացնում ենք ինչպես է ձևավորվում տնտեսությունը, տնտեսական աճ երբ է ունենում եւ որքան կարող է ունենալ նույնիսկ գերհզոր տերությունները, որոնք այսօր նրանց տնտեսական աճը 1-2% եւ այլն, եթե 0.5%, մենք տալիս ենք 12, 13, 15% տնտեսական աճ, եղբայր, իսեր ասո ամոթ է։ Պարզապես ծիծաղելի է, ուրիշ ոչինչ։ Ձեր թվարկած անձանց վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը նշում է, որ իրենք պատերազմի եռագլուխ կուսակցության ներկայացուցիչներն են։ Չկա այդպիսի բան, Քավլիցի, թող Նիկոլ Փաշինյանը իր գլխից հանի այդ ամենը։ Չկա նման բան։ Սա ժողովրդին վախեցնելու, սարսափի մեջ պահելու, այդ կերակրով կարող է ծնվել միայն այն քաղաքացին, որը իրավամբ հպարտ չէ, իսկ ինքը ասեց հպարտ քաղաքացիներ են, 3 միլիոն վարչապետ, այդ հայտարարությունը, ինչ ասել հակառակն արել, խաբել է, այդքան խաբել, այն Պեպոյի ժամանակները, ոնց նայում իս դիպունքը խաբումին, այս ժողովուրդն էլ խոմ, խաբվածի, բայց ժամանակն է արդեն արթնանալու, իսկապես այս ազգին ճիշտ ճանապարհով տանելու։